Աստծո երկյուղն ունեցող մարդը դողում է նրա խոսքից և նրա ներկայությունից։ Ջոն Բիվեր, Տիրոջ երկյուղը, գլուխ 11։ Տեսնելու կարողությունը։ Երանի թե նրանց սիրտն էլ այնպես լիներ, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատվիրանները պահեին ամեն ժամանակ, որպեսզի իրենց համար բարի լիներ և իրենց որդիներին էլ հավիտյան։ Երկրորդ Օրինաց 5:29։ Մենք հաճախ ենք ուղերձներ լսում Կորինթացիների եկեղեցուն ուղված Պողոսի առաջին թղթից։ Քարոզիչները հաճախ են հղումներ կատարում Աստվածաշնչի այս գրքից, հատկապես հոգով լցված հավատացյալների շրջանակներում։ Կորինթոսի եկեղեցին հիմնադրվել է մոտավորապես մեր թվարկության 51 թվականին, Պենտեկոստեի օրվանից շատ տարիներ անց։ Այն շատ բաց էր հոգևոր պարգևների համար, այդ իսկ պատճառով առատորեն վայելում էր դրանք։ Ի տարբերություն որոշ ժամանակակից եկեղեցիների, Սուրբ Հոգու օծությունն ուժեղ էր այդ եկեղեցու անդամների կյանքում։ Կորինթոսի եկեղեցուն ուղված Պողոսի երկրորդ թուղթը այնքան հաճախ չի հիշատակվում, որքան առաջինը։ Այս նամակը ուժեղ շեշտ է դնում աստվածային կարգուկանոնի, Տիրոջ երկյուղի և նրա փառքի հետագա վերականգնման վրա։ Այն իր մեջ ուժեղ և ցնցող ուղերձ է պարունակում ժամանակակից հավատացյալների համար։ Քննելով դրա մի մասը մտապահեք, որ Կորինթացիների երկրորդ թղթի ուղերձն այն մարդկանց համար էր, ովքեր քաջ ծանոթ էին օծությանը և գործում էին հոգևոր պարգևներով։ Հին ուխտի փառքի տարբերությունը նոր ուխտից։ Կորինթացիներին ուղված երկու նամակներում էլ Պողոսը հաճախ հիշատակում էր Եգիպտոսից Իսրայելի զավակների դուրս գալը և անապատում Աստծո փառքի դրսևորումը։ Նրանց փորձառությունը վերաբերում է նաև մեզ, որովհետև այն բաները, որ կատարվեցին իսրայելցիների հետ ֆիզիկական աշխարհում, դրանք հոգևոր աշխարհում մեր վերապրումների խորհրդապատկերներն ու օրինակներն են։ Պողոսը շեշտում է. այն ամենն օրինակի համար էր նրանց հանդիպում, բայց մեզ խրատի համար գրվեց, որոնց դարերի վերջը հասավ։ Առաջին Կորինթացիների 10:11։ Պողոսի առաջին նամակը կարգուկանոնի բազմաթիվ հիմնական տարրերի մասին էր, որ պետք է հաստատվեր Աստծո ժողովրդի սրտում։ Նրա երկրորդ նամակում նա խոսում էր այն մասին, որ Աստված ցանկանում է դրսևորել իր փառքը և բնակվել իր ժողովրդի սրտում։ Պողոսը սկսեց համեմատել անապատում դրսևորված Աստծո փառքն այն փառքի հետ, որ դրսևորվեց նոր ուխտի ժամանակ։ Հակադրելով սրանք, նա գրում է. օրենքի այդ հին համակարգը, որ փորագրված էր քարի վրա, մահվան էր տանում, սակայն այն սկսեց այնպիսի փառքով, որ Իսրայելի ժողովուրդը չէր կարողանում նայել Մովսեսի դեմքին, որովհետև նրա դեմքը փայլում էր Աստծո փառքով, թեև նրա պայծառությունն արդեն մարում էր։ Արդյոք մենք չպետք է ավելի մեծ փառք ակնկալենք, երբ Սուրբ Հոգին կյանք է տալիս։ Երկրորդ Կորինթացիների 3:7 և 8 New Living թարգմանությունից։ Լինելով Սինայի վրա, Մովսեսը տեսավ Աստծո կերպարանքը և խոսեց նրա հետ, ինչպես մարդը խոսում է իր ընկերոջ հետ։ Երբ Մովսեսն իջավ սարից, նա ծածկեց իր երեսը, քանի որ նրա երեսի փայլը վախեցնում էր մարդկանց։ Մովսեսի դեմքի փայլը ցույց էր տալիս, որ նա եղել էր Աստծո ներկայության, այսինքն փառքի մեջ։ Նոր ուխտի մեջ Աստված չի ծրագրում, որ մենք արտացոլենք նրա փառքը, այլ որ նրա փառքը երևա մեր մեջ։ Այլ բան է արտացոլելը և բոլորովին այլ բան դրա մեջ բնակվելը։ Ահա Աստծո վերջնական նպատակը։ Ահա թե ինչու Պողոսը կարող էր ասել. փաստորեն առաջին փառքն ընդհանրապես փառավոր չէր, եթե համեմատենք այն նոր ուխտի անհաղթահարելի փառքի հետ։ Երկրորդ Կորինթացիների 3:10 New Living թարգմանությունից։ Թեև հին ուխտի փառքը չի կարող համեմատվել նոր ուխտի փառքի հետ, սակայն այդ փառքն այնքան ցնցող էր, որ Պողոսն անընդհատ կրկնում էր. Իսրայելը չէր կարողանում հառել իր հայացքն անցնող բանի ավարտին։ 13-րդ խոսք New Living թարգմանությունից։ Սակայն հետո Պողոսն անմիջապես ողբում է. բայց նրանց միտքը կուրացավ, անգլերենում կուրացած էր։ Երկրորդ Կորինթացիների 3:14։ Որքան ողբերգական է, որ նրանք չէին կարողանում տեսնել հենց այն, ինչն այդքան անհրաժեշտ էր նրանց։ Պողոսը զգուշացնում է մեզ, որպեսզի մենք նույնպես չհայտնվենք այդպիսի դժվարին կացության մեջ։ Այնպես որ մենք պետք է հարցնենք, ինչպես էին նրանց մտքերը կուրացել։ Պատասխանելով այս հարցին, մենք ձեռք կբերենք այն գիտությունն ու իմաստությունը, որ մեզ անհրաժեշտ է։ Նրա փառքի մեջ ապրելու համար մեզ անհրաժեշտ է այն, ինչ մենք չունենք։ Մեր պատասխանը ստանալու համար պետք է վերադառնանք այն ժամանակաշրջանը, որի մասին խոսում էր Պողոսը։ Տիրոջ երկյուղի և Աստծուց վախենալու տարբերությունը։
Իսրայելը նոր էր դուրս եկել Եգիպտոսից։ Մովսեսն առաջնորդում էր ժողովրդին Սինասարի մոտ, որտեղ Աստված դրսևորելու էր իր փառքը։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Գնա ժողովրդի մոտ եւ սրբիր նրանց այսօր եւ էգուց, եւ թող իրենց հանդերձները լվանան եւ երրորդ օրվա համար պատրաստ լինեն, որովհետեւ երրորդ օրը Տերը բոլոր ժողովրդի աչքի առջև Սինասարի վրա պետք է իջնի»։ Ելից 19-ի 10 եւ 11։ Այս ուղերձը մարգարեական էր, քանի որ այն նաև վերաբերում է մեր օրերին։ Նախքան Աստծո փառքի դրսևորվելը մարդիկ պետք է սրբեին իրենց անձերը։ Նրանք պետք է նաև լվանային իրենց հագուստները։ Հիշեք, որ մեկ օրը Տիրոջ համար 1000 տարվա նման է։ Տեր Հիսուս Քրիստոսի հարությունից անցել է գրեթե 2000 տարի, 2 օր։ Աստված ասաց, որ 2000 տարվա, այսինքն 2 օրվա ընթացքում նրա եկեղեցին պետք է սրբվի կամ առանձնացնի իրեն աշխարհից, պատրաստվելով նրա փառքին։ Մեր հագուստները պետք է մաքրվեն այս աշխարհի պղծությունից։ Տես 2 Կորինթացիների 6:16 եւ 7:1-ում։ Մենք պետք է դառնանք նրա անարատ հարսնացուն։ 2000 տարի անց նա կրկին կդրսևորի իր փառքը։ Այժմ լսեք այն մասին, թե ինչ կատարվեց երրորդ օրվա առավոտյան։ Եվ եղավ երրորդ օրը առավոտը ծագելիս որոտումներ եւ կայծակներ էին լինում, եւ մի թանձր ամպ կար սարի վրա, եւ շատ սաստիկ փողի ձայն, եւ բանակի մեջ եղած բոլոր ժողովուրդը զարհուրեց։ Եվ Մովսեսը դուրս հանեց ժողովրդին բանակից Աստծո առջև, եւ նրանք սարի տակ կանգնեցին։ Եվ Սինասարը բոլորովին ծխում էր, որովհետև Տերը նրա վրա իջավ կրակով, եւ նրա ծուխը հնոցի ծխի պես էր դուրս գալիս, եւ բոլոր սարը սաստիկ դողում էր։ Ելից 19-ի 16-18։ Աստված հայտնեց իրեն ոչ միայն տեսանելի, այլ նաև լսելի կերպով։ Երբ Մովսեսը խոսեց, Աստված պատասխանեց նրան այնպես, որ լսեին բոլորը։ Այսօր մարդիկ հաճախ են անփութորեն խոսում Աստծո մասին որպես ընկերոջ, ասես նա պարզապես իրենց ծանոթներից մեկն է։ Եթե նույնիսկ մի ակնթարթով տեսնեիք այն, ինչ տեսան Մովսեսն ու Իսրայելի զավակները, ապա բոլորովին այլ կարծիք կունենայիք նրա մասին։ Նա Տերն է, եւ նա չի փոխվել։ Ուշադիր լսեք, թե ինչ կատարվեց մարդկանց հետ այն ժամանակ, երբ Աստված եկավ։ Եվ բոլոր ժողովուրդը տեսնում էին որոտումները եւ կայծակները եւ փողի ձայնը եւ սարի ծխելը։ Եվ ժողովուրդը տեսավ եւ ետ քաշվեց ու հեռու կանգնեց։ Եվ ասաց Մովսեսին. «Դու խոսիր մեզ հետ, եւ մենք կլսենք, բայց Աստված թող չխոսի մեզ հետ, որ չմեռնենք»։ Եվ Մովսեսն ասաց ժողովրդին. «Մի վախեցեք, որովհետև Աստված ձեզ փորձելու համար է եկել, այնպես որ նրա վախը ձեր առջև լինի, որ չմեղանչեք»։ Ելից 20-ի 18-ից 20։ Ուշադրություն դարձրեք, որ ժողովուրդը դողաց վախից եւ ետ քաշվեց։ Նրանք այլևս չէին ցանկանում լսել Աստծո ձայնը։ Նրանք չէին էլ ցանկանում նայել նրա փառքի ներկայությանը կամ լինել դրա մեջ։ Նրանք անկարող էին դիմանալ դրան։ Մովսեսն ասաց նրանց. «Մի վախեցեք», քաջալերելով նրանց վերադառնալ Աստծո ներկայության մեջ։ Նա բացատրեց, որ Աստված եկել է իրենց փորձելու համար։ Ինչու է Աստված փորձում մեզ։ Որպեսզի պարզի, թե ինչ կա մեր սրտում։ Իհարկե ոչ։ Նա արդեն գիտի, թե ինչ կա մեր սրտում։ Նա պարզապես փորձում է մեզ, որ մենք կարողանանք իմանալ, թե ինչ կա մեր սրտում։ Որն էր այն փորձության նպատակը, որին հանդիպեցին իսրայելցիները։ Նրանք պետք է իմանային, թե արդյոք վախենում են Աստծուց։ Եթե իսրայելցիները վախենային նրանից, ապա չէին մեղանչի։ Մեղքը գալիս է այն ժամանակ, երբ մենք հեռանում ենք Աստծուց։ Մովսեսն ասաց. «Մի վախեցեք»։ Հետո նա ասաց, որ Աստված եկել է, որ նրա վախը ձեր առջև լինի։ Այս խոսքը ցույց է տալիս, որ Աստծուց վախենալը եւ Աստծո երկյուղն ունենալը տարբեր բաներ են։ Մովսեսն ուներ Աստծո երկյուղը, իսկ ժողովուրդը ոչ։ Կա մի ճշմարտություն։ Եթե չունենք Աստծո երկյուղը, ապա մենք կվախենանք նրանից նրա փառքի դրսևորման ժամանակ, որովհետև ամեն ծուն կծրվի նրա առջև, եթե ոչ աստվածային երկյուղից, ապա վախից։ Տես 2 Կորինթացիների 5:10 եւ 11-ում։ Եվ ժողովուրդը հեռու կանգնեց, եւ Մովսեսը մոտեցավ այն թանձր խավարին, ուր որ Աստված էր։ Ելից 20:21։ Տեսեք, թե որքան տարբեր էին նրանց արձագանքներն Աստծո փառքի հանդեպ։ Իսրայելը ետ քաշվեց, բայց Մովսեսը մոտեցավ։ Սա նման է մեր ժամանակվա հավատացյալների տարբեր արձագանքներին։ Բազմաթիվ նմանություններ։ Կարևոր է, որ հասկանանք, իսրայելցիներն այնքան էլ չէին տարբերվում ժամանակակից եկեղեցուց։ Նրանք դուրս էին եկել Եգիպտոսից, ինչը փրկության խորհրդապատկերն է։
Նրանք վերապրել էին Աստծո հրաշքները եւ օգուտ քաղել դրանցից, ինչպես շատերը եկեղեցում։ Նրանք դեռ ցանկանում էին ապրել իրենց հին կենսավոճով, բայց առանց եգիպտական գերության։ Որքան հաճախ ենք սա տեսնում ժամանակակից եկեղեցում։ Մարդիկ փրկվում եւ ազատագրվում են, սակայն սրտով այդպես էլ չեն թողնում աշխարհիկ կենսավոճը, թեև հենց այդ էլ տարել էր նրանց գերության մեջ։ Նրանք տիրացան անօրենների հարստությանը, որն Աստված պահել էր արդարների համար։ Աստվածաշնչում գրված է. «Եվ նրանց հանեց արծաթով եւ ոսկով» Սաղմոս 105:37։ Սակայն նրանք Աստծո այս օրհնությունն օգտագործեցին կուռք շինելու համար։ Միթե մենք չենք անում նույնը այսօր։ Մենք լսում ենք ֆինանսական հրաշքների մասին, սակայն հաճախ ամենաօրհնված մարդիկ ի վերջո իրենց ամբողջ սերն ու զորությունը նվիրում են նյութական եւ ֆինանսական օրհնություններին, այլ ոչ թե այն Տիրոջը, ով իրենց օրհնեց։ Նրանք վերապրեցին Աստծո բժշկարար զորությունը, քանի որ Աստվածաշունչն ասում է, որ երբ նրանք դուրս եկան Եգիպտոսից, նրանց ցեղերում տկար մարդ չկար։ Սաղմոս 105:37։ Այն, ինչ կատարվեց այդտեղ, ավելի զորավոր էր, քան այսօրվա ամենամեծ հրաշքների ծառայությունները։ Մովսեսը դուրս եկավ Եգիպտոսից 3 միլիոն ուժեղ եւ առողջ մարդկանց հետ։ Կարող եք պատկերացնել 3 միլիոն բնակիչ ունեցող մի քաղաք, որի հիվանդանոցներում նույնիսկ մի մարդ չկա։ Իսրայելցիները 400 տարի ծառայեցին զրկանքների մեջ։ Պատկերացրեք, թե ինչպիսի բժշկություններ եւ հրաշքներ տեղի ունեցան, երբ նրանք կերան Զատկի գառը։ Իսրայելցիների համար խորտ չէր Աստծո փրկարար, բժշկարար, հրաշագործ եւ ազատագրող զորությունը։ Իրականում նրանք չէին թաքցնում իրենց ուրախությունը, երբ Աստված շարժվում էր իր հրաշքներով։ Նրանք պարում եւ փառաբանում էին, ինչպես եւ մենք մեր հոգով լցված հրաշքների ծառայությունների ժամանակ։ Տես Ելից 15:1 եւ 20-ում։ Հետաքրքիր է նշել, որ հրաշքները գրավում էին իսրայելցիներին, որովհետև նրանք օգտվում էին դրանցից, բայց սարսափում եւ ետ էին քաշվում, երբ դրսևորվում էր նրա փառքը։ Միթե այսօր մենք տարբերվում ենք նրանցից։ Մենք դեռ ձգտում ենք հրաշքների, հուսալով Աստծուց կրկնակի բաժին ստանալ հրաշքների ծառայությունների ժամանակ, բայց ինչ տեղի կունենա, երբ դրսևորվի Աստծո փառքը։ Այդ ժամանակ նրա փառավոր ներկայության մեջ կբացահայտվի, թե ինչ կա մարդկանց սրտում։ Մենք կարող ենք հրաշքների մթնոլորտում աննկատ ապրել մեղքի մեջ, բայց մեղքը չի կարող թաքնվել նրա դրսևորված փառքի լույսի մեջ։ Ինչը կուրացրեց մարդկանց։ 40 տարի անց հին սերունդը մահացավ անապատում, իսկ Մովսեսը նոր սերնդի համար կրկնեց այն, ինչ տեղի էր ունեցել Սարի վրա, երբ Աստված դրսևորեց իր փառքը։ Եվ եղավ, երբ որ լսեցինք այն ձայնը խավարի միջից, Սարը կրակով վառված ժամանակ, ինձ մոտ եկաք դուք, այսինքն ձեր ցեղերի բոլոր գլխավորները եւ ձեր ծերերը եւ ասացիք. ահա մեր Տեր Աստվածը մեզ ցույց է տալիս իր փառքը եւ մեծությունը, եւ նրա ձայնը լսում ենք կրակի միջից։ Այսօրը տեսանք, որ Աստված մարդու հետ խոսեց, եւ մարդը ողջ մնաց։ Եվ հիմա ինչու մեռնենք, որովհետեւ այս մեծ կրակը մեզ սպառելու է, եթե մենք մեր Տեր Աստծո ձայնը կրկին լսելու լինենք, կմեռնենք։ Դու մոտ գնա եւ լսիր ամենը, ինչ որ մեր Տեր Աստվածն ասում է, եւ դու ասա մեզ, ինչ որ մեր Տեր Աստվածը քեզ հետ խոսի, եւ մենք կլսենք եւ կկատարենք։ Երկրորդ Օրինաց 5:23-27։ Նրանք աղաղակում էին. մենք չենք կարող մոտենալ նրա փառավոր ներկայությանը, ոչ էլ կանգնել նրա ներկայության մեջ եւ ապրել։ Նրանք ցանկանում էին, որ իրենց փոխարեն լսեր Մովսեսը, եւ խոստացան հնազանդվել նրան ու անել այն ամենը, ինչ Աստված ասեր։ Իսրայելը հազարավոր տարիներ փորձեց այդպես ապրել, բայց չկարողացավ հնազանդվել նրա խոսքերին։ Միթե այսօր մենք տարբերվում ենք նրանցից։ Արդյոք մենք չենք վերցնում Աստծո խոսքը մեր հովվից եւ քարոզիչներից, բայց խուսափում Աստծո սարից։ Միթե մենք չենք վախենում լսել նրա ձայնը, որ բացահայտում է մեր սրտի դիրքը։ Նման սրտի դիրքը ոչնչով չի տարբերվում Իսրայելի զավակների սրտի դիրքից։ Մովսեսը շատ հիասթափվեց Իսրայելի պատասխանից։ Նա չէր կարող հասկանալ, թե ինչու նրանք ծարավ չէին Աստծո ներկայությանը։ Ինչպես նրանք կարող էին այդքան հիմար լինել, ինչպես կարող էին այդքան կույր լինել։ Այս իրավիճակից մտահոգված Մովսեսը եկավ Աստծո առջև հուսալով, որ նա ինչ որ կերպ կուղղի այդ իրավիճակը։ Բայց տեսեք, թե ինչ տեղի ունեցավ։ Եվ Տերը ձեր խոսքերի ձայնը լսեց, երբ որ դուք ինձ հետ խոսում էիք, եւ Տերն ինձ ասաց. այս ժողովրդի քեզ ասած խոսքերի ձայնը լսեցի, նրանց ամեն ասածը լավ է։ Երկրորդ Օրինաց 5:28։
Ես համոզված եմ, որ Մովսեսն ապշած էր Աստծո պատասխանից։ Նա երևի մտածեց. «Ինչ, ժողովուրդը ճիշտ է։ Գոնե այս անգամ նրանք ճիշտ են։ Ուրեմն նրանք իսկապես չեն կարող մտնել Աստծո ներկայության մեջ։ Բայց ինչու»։ Աստված ընդհատեց նրա մտքերը պատասխանելով. «Երանի թե նրանց սիրտն էլ այնպես լիներ, որ ինձանից վախենալով իմ բոլոր պատվիրանները պահեն ամեն ժամանակ, որպեսզի իրենց համար բարի լիներ եւ իրենց որդիներին էլ հավիտյան»։ Երկրորդ Օրինաց 5:29։ Աստված ողբաց։ Երանի թե նրանք այնպիսի սիրտ ունենային, որ վախենային ինձանից։ Ողջ ժողովուրդը կարող էր արտացոլել Աստծո փառքը եւ իմանալ նրա ճանապարհները, ինչպես Մովսեսը, եթե նրանց սրտում լիներ ընդամենը Տիրոջ երկյուղը, ինչպես Մովսեսի սրտում էր։ Բայց նրանց սիրտը դեռ խավարի մեջ էր, իսկ միտքը կույր հենց այն բանի հանդեպ, որն այդքան անհրաժեշտ էր նրանց։ Ինչը կորացրեց նրանց։ Պատասխանը պարզ է, նրանց սրտում չկար Տիրոջ երկյուղը։ Սա վկայում է, որ նրանք անհնազանդ էին Աստծո պատվիրաններին եւ խոսքին։ Եթե համեմատենք Մովսեսին Իսրայելի զավակների հետ, ապա միայն մեկ տարբերություն կգտնենք։ Մովսեսն ուներ Աստծո երկյուղը, իսկ նրանք ոչ։ Դողալ Աստծո խոսքից։ Աստծո երկյուղն ունեցող մարդը դողում է նրա խոսքից եւ նրա ներկայությունից։ Տես Եսայի 66:2 եւ Երեմիայի 5:22։ Ինչ է նշանակում դողալ նրա խոսքից։ Սա կարելի է սահմանել այսպես. հոժարությամբ հնազանդվել Աստծուն, նույնիսկ երբ փողզիջման գնալը եւ նրա խոսքին չհնազանդվելն ավելի շահավետ են թվում։ Մեր սրտում պետք է հաստատվի այն ճշմարտությունը, որ Աստված բարի է։ Նա չի վնասում իր երեխաներին։ Աստծո երկյուղն ունեցող մարդը գիտի սա, քանի որ ճանաչում է Աստծո բնավորությունը։ Ահա թե ինչու նա կմոտենա Աստծուն, նույնիսկ երբ մյուսները սարսափահար կփախչեն նրանից։ Այսպիսի մարդը գիտակցում է, որ եթե ինքը Աստծո ձեռքերի մեջ է, ապա ցանկացած անսպասելի դժվարություն ի վերջո կպտտվի դեպի բարին։ Հավատացյալների մեծամասնությունը մտովի կհամաձայնի սրա հետ, սակայն դժվար պահին է պարզ դառնում, թե ինչին ենք հավատում։ Միայն փորձությունների կրակով անցնելիս կտեսնենք, թե ինչպիսի հավատք ունենք։ Այն դժվարությունները, որոնց հետ բախվեցին իսրայելցիները, ցույց տվեցին, թե ինչ կար նրանց սրտում։ Եկեք ուսումնասիրենք, թե որքան տարբեր էին նրանց արձագանքներն Աստծո խոսքի հանդեպ։ Իսրայելի զավակները հնազանդվում էին Աստծուն, քանի դեռ շահ ունեին։ Բայց զրկանքների պահին կամ այն ժամանակ, երբ շահ չէին ունենում, նրանք կորցնում էին Աստծուն իրենց տեսադաշտից եւ դառնորեն տրտնջում էին։ Դարերի ընթացքում Իսրայելն աղոթել էր եգիպտական կեղեքիչներից ազատվելու համար։ Նրանք փափագում էին վերադառնալ խոստման երկիր։ Աստված ուղարկեց Մովսեսին, ով պետք է նրանց փրկիչը լիներ։ Տերն ասաց նրան. «Ես իջա նրանց եգիպտացիների ձեռքից ազատելու եւ նրանց այն երկրից մեկ լավ ու լայնարձակ երկիր, մի կաթ ու մեղր բխող երկիր հանելու»։ Ելից 3:8։ Մովսեսը գնաց Փարավոնի մոտ եւ հռչակեց Աստծո խոսքերը, ասելով. «Թող որպեսզի նրա ժողովուրդը գնա»։ Բայց Փարավոնը դրան հակառակ ավելի շատ նեղություն պատճառեց իսրայելցիներին։ Եգիպտացիներն այլևս հարկ չէին տալու Իսրայելի ստրուկներին ահռելի քանակությամբ աղյուսներ պատրաստելու համար։ Նրանք պետք է գիշերով իրենք հարդ հավաքեին, իսկ ցերեկը կրկին տաժանակիր աշխատեին։ Թեև հարդ այլևս չէր բերվում, սակայն աղյուսների քանակը չկրճատվեց։ Փարավոնի մոտ Մովսեսի ասած խոսքն ավելի ծանրացրեց նրանց վիճակը։ Նրանք տրտնջացին եւ ասացին Մովսեսին. «Հեռացիր մեզանից եւ հերիք է խոսես Փարավոնի մոտ, դու մեր կյանքն ավելի ես դժվարացնում»։ Երբ Աստված վերջապես ազատեց նրանց Եգիպտոսից, Փարավոնի սիրտը կրկին խստացավ։ Եվ նա անապատում հետապնդեց իսրայելցիներին լավագույն կառքերով եւ զինվորներով։ Երբ եբրայեցիները տեսան, որ եգիպտացիները միաբան դուրս են եկել իրենց դեմ, իսկ փախուսի ճանապարհ չկա Կարմիր ծովի պատճառով, նրանք կրկին տրտնջացին։ Սա այն խոսքը չէ, որ քեզ ասում էինք Եգիպտոսում, թե թող տուր մեզ, որ եգիպտացիներին ծառայություն անենք, որովհետև ավելի լավ է մեզ համար եգիպտացիներին ծառայություն անել, քան թե անապատում մեռնել։ Ելից 14:12։ Ուշադրություն դարձրեք, ավելի լավ է մեզ համար բառերին։ Ըստ էության նրանք ասում էին. ինչու հնազանդվենք Աստծուն, եթե դրա պատճառով մեր կյանքն ավելի է դժվարանում։ Մեր կյանքը չլավացավ, այն ավելի վատացավ։ Նրանք անմիջապես իրենց նախկին ապրելակերպը համեմատեցին իրենց ներկա վիճակի հետ։
Ամեն անգամ, երբ ներկան ինչ-որ բանով զիջում էր անցյալին, նրանք ցանկանում էին ետ վերադառնալ։ Նրանք ավելի ձգտում էին հարմարավետությանը, քան Աստծո կամքին հնազանդվելուն։ Նրանց մեջ Աստծո երկյուղի նշույլ անգամ չկար։ Նրանք չէին դողում նրա խոսքից։ Աստված կիսեց ծովը, Իսրայելի զավակներն անցան ծովի չոր հատակով և տեսան, թե ինչպես իրենց կեղեքիչները մնացին ջրերի տակ։ Նրանք գոհացան Աստծուց իր բարության համար, փառաբանեցին նրան ու պարեցին նրա առջև։ Նրանք համոզված էին, որ այլևս չեն կասկածի նրա բարության վրա, բայց նրանք չգիտեին իրենց իսկ սրտերը։ Եվս մեկ փորձություն եկավ, որը կրկին բացահայտեց նրանց անհավատարմությունը։ Ընդամենը 3 օր անց նրանք կրկին տրտնջացին, ասելով, որ քաղցրահամ ջուր են ցանկանում և ոչ թե դառնահամ։ Տես Ելից 15:22-25։ Որքան հաճախ ենք մենք նույն կերպ վարվում։ Մեր պղծություններից մաքրվելու համար դառը խոսքեր լսելու փոխարեն մենք ցանկանում ենք մեղմ և հաճելի խոսքեր լսել։ Ահա թե ինչու Սողոմոնն ասաց. բայց սոված անձի համար ամեն լեղի բանը քաղցր է։ Առակաց 27:7։ Մի քանի օր անց Իսրայելի զավակները կրկին տրտնջացին, քանի որ կերակուրը վերջացել էր։ Նրանք ասացին. «Երանի թե Տիրոջ ձեռքով մեռած լինեինք Եգիպտոսի անապատում»։ Տես Ելից 16:1-4։ Տեսնում եք, թե ինչպիսի կրոնական վարք ունեին նրանք։ Իսրայելցիները կրկին տրտնջացին քաղցրահամ ջուր չլինելու պատճառով։ Տես Ելից 17:1-4։ Նրանք կրկին ու կրկին տրտնջում էին նոր դժվարությունների հանդիպելիս։ Նրանք պահում էին Աստծո խոսքը, քանի դեռ հանգամանքները բարենպաստ էին, բայց երբ հնազանդությունը դժվարություններ էր պատճառում, նրանք անմիջապես տրտնջում էին։ Այլ սիրտ։ Մովսեսը խիստ տարբերվում էր նրանցից։ Նրա սիրտը շատ ավելի վաղ էր փորձվել։ Խոսքն ասում է. հավատքով Մովսեսը երբ որ մեծացավ, չկամեցավ փարավոնի աղջկա որդի կոչվել։ Ավելի լավ համարեց Աստծո ժողովրդի հետ չարչարվել, քան թե միառժամանակ մեղքի զվարճություն ունենալ, ավելի մեծ հարստություն համարելով Քրիստոսի նախատինքը եգիպտացիների հարուստ գանձերից, որովհետև աչք դրած մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Եբրայեցիների 11:24-26։ Իսրայելի զավակները իրենք չէին ընտրել իրենց գերությունը։ Մովսեսին տրվեց լավագույնը, որ աշխարհը կարող էր առաջարկել, բայց նա հրաժարվեց ամեն ինչից Աստծո ժողովրդի հետ զրկանքներ կրելու համար։ Նրա վերաբերմունքը խիստ տարբերվում էր Իսրայելի զավակների վերաբերմունքից։ Նրանք ցանկանում էին վերադառնալ Եգիպտոս, աշխարհ, շատ շուտ մոռանալով իրենց գերությունը։ Նրանք միայն հիշում էին, թե ինչպես էին ճաշակում այն բաները, որոնք այժմ չկային Աստծո փորձության անապատում։ Մովսեսն ընտրեց զրկանքները, որովհետև մտիկ էր տալիս վարձքի հատուցմանը։ Ինչպիսի վարձատրություն էր նա ցանկանում։ Պատասխանը Ելից 33-րդ գլխում է։ Եվ Տերն ասաց Մովսեսին. «Վեր կաց այստեղից դու և այն ժողովուրդը, որ Եգիպտոսի երկրից հանեցիր, և գնա այն երկիրը, որի համար երդում արի Աբրահամին, Իսահակին և Հակոբին, ասելով. քո սերնդին պիտի տամ նրան։ Եվ քո առջև մեկ հրեշտակ կուղարկեմ, և դուրս կանեմ քանանացուն, ամորհացուն, քետացուն, փերեզացուն, խևացուն և հեբուսացուն, կաթ ու մեղր բխող երկիրը, որովհետև ես ձեր մեջ վեր չեմ գնա։ Նրա համար, որ դու մի խստապարանոց ժողովուրդ ես, միգուցե քեզ ճանապարհում բնաջինջ անեմ»։ Ելից 33:1-3։ Աստված պատվիրեց Մովսեսին մարդկանց տանել այն երկիրը, որ նա խոստացել էր նրանց, որը ժառանգելու համար նրանք սպասել էին հարյուրավոր տարիներ։ Աստված նույնիսկ խոստացավ Մովսեսին, որ իրենց կուղեկցի իր հրեշտակներից մեկը, բայց ինքը չի գնալու նրանց հետ։ Բայց Մովսեսն ասաց. «Եթե քո երեսը մեզ հետ չգնա, մեզ այստեղից մի հանիր»։ 15-րդ խոսք։ Ես ուրախ եմ, որ խոստման երկիր մտնելու ընտրությունը առանց Աստծո չտրվեց Իսրայելի զավակներին։ Եթե նրանք Աստծո փոխարեն նախընտրում էին Եգիպտոսում հարմարավետ կյանքը, ապա առավել ևս խոստման երկիրը կընտրեին առանց նրա։ Հավանաբար նրանք խնջույք կկազմակերպեին և կմեկնեին առանց երկար մտածելու, բայց Մովսեսի նպատակը խոստման երկիրը չէր։ Այդ պատճառով նա այլ կերպ պատասխանեց. Այդ խոստումը ոչինչ չարժե առանց քո ներկայության։ Նա մերժեց Աստծո առաջարկը, որովհետև նրա ուզածը Տիրոջ ներկայությունն էր որպես վարձատրություն։ Մտածեք, թե որտեղ էր Մովսեսը, երբ Աստծուն ասաց. «Մեզ այստեղից մի հանիր»։ Որտեղ էր այդ այստեղը։ Անապատում։
Մովսեսն ապրում էր նույն պայմաններում, ինչ պայմաններում, որ ապրում էր ժողովուրդը։ Նա օժտված չէր գերմարդկային կարողությամբ, ինչն ազատում էր իրեն այն դժվարություններից, որոնք կրում էր ժողովուրդը։ Նա էլ էր ծարավ եւ քաղցած լինում մյուսների նման։ Սակայն մենք երբեք չենք տեսնում, որ տրտնջան նրանց պես։ Աստված պատվիրեց Մովսեսին դուրս գալ տառապանքի երկրից եւ հնարավորություն տվեց գնալ այն երկիրը, որի մասին նա երազում էր, բայց Մովսեսը հրաժարվեց։ Մեզ փորձելու Աստծո մեթոդներից մեկը հետևյալն է։ Նա առաջարկ է անում մեզ ակնկալելով, որ կմերժենք այն։ Այդ առաջարկը սկզբում կարող է խոստումնալից լինել, բայց ինչ գնով։ Նույնիսկ կարող է թվալ, որ մեր ծառայությունը կմեծանա եւ առաջընթաց կունենա։ Սակայն մեր սրտի խորքում գիտենք, որ դա ընտրելով մենք հակառակ կկանգնենք Աստծո վերջնական ցանկությանը։ Միայն նրանք, ովքեր դողում են նրա խոսքից, կընտրեն այն, ինչը ոչ շահավետ է։ Թագավորաց 4-րդ գրքի 2-րդ գլխում Եղիան 3 անգամ Եղիսեին պատվիրեց չհետևել իրեն։ 3 անգամն էլ ընդամենը հերթական փորձություն էր։ Եղիսեի համար ավելի լավ կլիներ չհետևել Եղիային, բայց նա պնդեց. «Կենթանի է Տերը եւ կենթանի է քո հոգին, եթե ես քեզ թողնեմ»։ 4-րդ Թագավորաց 2:2։ Նա գիտեր, որ երկնային վարձատրությունը շատ ավելի կարևոր է, քան իր ժամանակավոր հարմարավետությունը։ Արտաքնապես նման, բայց ներքուստ տարբեր։ Մովսեսը եւ Իսրայելի զավակները արտաքնապես ոչնչով չէին տարբերվում։ Եվ Մովսեսը, եւ նրանք Աբրահամի ժառանգներն էին։ Եվ Մովսեսը եւ նրանք դուրս էին եկել Եգիպտոսից Աստծո հրաշագործ զորությամբ։ Աստծո խոստումները եւ Մովսեսի համար էին, եւ Իսրայելի զավակների։ Եվ Մովսեսը եւ նրանք խոստովանում էին, որ ճանաչում եւ ծառայում են Եհովային, բայց իրենց միջև եղած տարբերությունը թաքնված էր նրանց սրտում։ Մովսեսն ուներ Տիրոջ երկյուղը, այդ իսկ պատճառով նա գիտեր Աստծո սիրտն ու ճանապարհները, բայց քանի որ Իսրայելի զավակները չունեին Աստծո երկյուղը, նրանք կուրացած էին եւ նրանց հասկացողությունը մթագնած էր։ Այսօր ամեն ինչ նույնն է։ Քրիստոնեությունը գրեթե ակումբի է վերածվել։ Դուք ձեր մանկությունից կարող եք հիշել բազմաթիվ խմբակներ կամ ակումբներ։ Մարդիկ գնում են այնտեղ պատկանելություն ունենալու համար։ Լինելով ակումբի հովանու ներքո, դուք անդամների հետ միաբանված եք լինում ընդհանուր նախասիրության կամ գործի շուրջ։ Ակումբի պատկանելության տակ գտնվելով դուք ձեզ ապահով եք զգում։ Այսօր կան մարդիկ, ովքեր դավանում են, որ քրիստոնյա են, բայց Աստծո հանդեպ այնքան երկյուղ չունեն, որքան անհավատ մարդու հանդեպ։ Ինչու նրանք պետք է վախենան, լինելով քրիստոնեական ակումբի ապահով անդամ։ Փաստորեն դևերն ավելի շատ են դողում Աստծուց, քան եկեղեցու որոշ մարդիկ։ Հակոբոսը զգուշացնում էր նրանց, ովքեր դավանում էին, որ փրկված են, բայց չունեին Աստծո երկյուղը։ Դու հավատում ես, թե մեկ է Աստված։ Լավ ես անում։ Դևերն էլ են հավատում եւ սարսափում են, անգլերենում դողում են։ Հակոբոս 2:19։ Այս մարդիկ նստած են մեր եկեղեցիներում, աշխատում են ծառայողական անձնակազմում եւ քարոզում ամբիոններից։ Նրանք հասարակության բոլոր խավերից են, սկսած անապահով ազգային փոքրամասնություններից մինչև հոլիվուդյան պերճաշուկ կյանքով ապրողները։ Նրանք դավանում են, որ փրկված են եւ սիրում են Աստծո խոստումները, բայց հեռատես չեն եւ Իսրայելի զավակների նման չունեն Աստծո երկյուղը։ Հուդան կանխատեսեց մեր ժամանակները եւ զգուշացրեց, որ մարդիկ կհաճախեն եկեղեցի եւ կդավանեն, որ փրկված են Աստծո շնորհքով քրիստոնեական ակումբի անդամ լինելու շնորհիվ։ Նրանք կհաճախեն հավատացյալների հավաքույթներին եւ առանց երկյուղի ամբողջ ընթացքում կծառայեն միայն իրենց։ Հուդա 12։ Մատթեոս 7:21-23-ում Հիսուսն ասաց, որ կլինեն մարդիկ, ովքեր իրեն Տեր եւ Փրկիչ կանվանեն, դևեր կհանեն եւ իր անունով շատ զորություններ կգործեն, սակայն չեն ապրի Աստծո կամքին հնազանդվելով։ Հիսուսը նման վիճակը նկարագրում է որպես որոմներ ցորենի հասկերի մեջ։ Անկարելի է հեշտությամբ տարբերել ցորենի հասկերը որոմներից։ Ինչպես որ կատարվեց Իսրայելի զավակների հետ, Աստծո փառավոր ներկայության կրակը վերջնականապես կբացահայտի յուրաքանչյուրի սրտում եղածը։ Ահա թե ինչպիսին կլինի եկեղեցու վիճակը հունձքի նախօրեին։ Տես Մատթեոս 13:26-ում։ Մաղաքյան մարգարեացավ, որ վերջին օրերին Աստված մարգարեական ձայն կուղարկի, ինչպես նա վարվեց Սամուելի, Մովսեսի եւ Հովանես Մկրտչի դեպքում, որպեսզի պատրաստի իր ժողովրդին իր փառքի համար։ Սակայն կլինեն ոչ թե մեկ, այլ բազմաթիվ մարգարեական ուղերձներ։
Այս ուղերձների մեջ այնպիսի միաբանություն կլինի, որ կխոսեն ինչպես մեկ ձայն, կոչ անելով խաբված մարդկանց ողջ սրտով վերադառնալ Տիրոջը։ Այսպիսով աստվածային կարգու կանոնը կվերականգնվի Աստծո ժողովրդի սրտում։ Այս մարգարեությունները ոչ թե դատաստանի ուղերձներ են, այլ ողորմության։ Այդ ուղերձների միջոցով Տերը կանչում է նրանց, ովքեր իրենն են, որպեսզի նրանք խուսափեն դատաստանից։ Մաղաքյան գրում է. «Ահա ես ուղարկում եմ իմ դեսպանին, որ ճանապարհ պատրաստի իմ առջև, եւ հանկարծակի է գալու իր տաճարի մոտ այն Տերը, որին դուք որոնում եք, եւ ով է նրա գալու օրը տանողը, եւ ով է նրա երևալու ժամանակ կանգնողը, որովհետեւ նա հալեցնողի կրակի պես է եւ թափիչների օճառի պես»։ Մաղաքիայի 3:1 եւ 2։ Մաղաքյան չի նկարագրում եկեղեցու հափշտակությունը։ Նա ասում է, որ Տերը կգա իր տաճարի մոտ, այլ ոչ թե տաճարի համար։ Ovսեն ասաց, որ 2000 տարի հետո Տերը կգա մեզ մոտ, այսինքն իր տաճարի մոտ, որպես վերջին անձրև։ Խոսքն այստեղ նրա դրսևորված փառքի մասին է։ Դրանից հետո Մաղաքյան հարցնում է. բայց ով կարող է նրա գալու օրը տանել։ Երկու մարգարեներն էլ հաստատում են, որ այս իրադարձությունը եկեղեցու հափշտակությունը չէ։ Մաղաքյան պատասխանում է իր հարցին ներկայացնելով երկու հնարավոր վախճան Աստծո փառքի գալուստից հետո։ Առաջինը, Աստված պետք է զտի եւ մաքրի նրանց, ովքեր վախենում են իրենից։ Երրորդ, 16-րդ եւ 17-րդ խոսքեր։ Երկրորդը, Աստված կդատի նրանց, ովքեր ասում են, թե ծառայում են իրեն, բայց իրականում չեն վախենում իրենից։ Տես Մաղաքեի 3:5 եւ 4:1։ Այս զտումից անմիջապես հետո նա ասում է. «Եվ դուք ետ կդառնաք եւ կտեսնեք արդարի եւ ամբարիշտի տարբերությունը, Աստծուն ծառայություն անողի եւ ծառայություն չանողի տարբերությունը»։ Մաղաքեի 3:18։ Մինչև այդ փառքի դրսևորումն անկարելի է զանազանել Աստծուն ծառայողի եւ չծառայողի տարբերությունը։ Կեղծավորությունը Աստծո փառքից չի կարող թաքնվել։ Ակումբային մտածելակերպ այլևս չի լինի։ Սա օգնում է մեզ ավելի լավ հասկանալ Հիսուսի խիստ զգուշացումը նոր կտակարանի հավատացյալներին։ Բայց ասում եմ ձեզ, իմ բարեկամներին, մի վախեցեք նրանցից, որ մարմինը սպանում են եւ նրանից հետո ավելի բան չունեն, որ անեն։ Բայց ցույց տամ ձեզ, թե ումից պետք է վախենաք։ Նրանից վախեցեք, որ սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի մեջ գցելու։ Այո, ասում եմ ձեզ, նրանից վախեցեք։ Ղուկասի 12:4-5։ Աստծո երկյուղը մեզ պահում է խաբված մարդկանց կործանարար ճանապարհներից։ Մովսեսն ասաց, որ Աստծո երկյուղը մեղքից հեռանալու զորությունն է։ Տես Ելից 20:20-ում։ Սողոմոնը գրեց. «Տիրոջ վախով մարդը կհեռանա չարից»։ Առակաց 16:6։ Հիսուսը մինչ Աստծուց վախենալու մասին հորդորելը հավատացյալներին զգուշացրեց կեղծավորության խաբուսիկ ծուղակի մասին, որովհետև ոչինչ չկա ծածուկ, որ չհայտնվի, եւ թաքուն, որ չիմացվի։ Ղուկասի 12:2։ Երբ մենք մեր բարի անունը պահելու համար ծածկում կամ թաքցնում ենք մեղքը, ապա քող ենք դնում մեր սրտին։ Սխալ է, որ մտածում ենք, թե այդ քողը ծածկում է այն ապականությունը, որ կա մեր կյանքում։ Սա ի վերջո մեզ կդրդի կեղծավորության։ Այնպես որ այդպես վարվելով մենք խաբում ենք ոչ միայն մարդկանց, այլ նաև ինքներս մեզ։ Տես 2 Տիմոթեոսի 3:13-ում։ Ինչպես Իսրայելի զավակները, այնպես էլ մենք կուրանում ենք եւ չենք կարողանում տեսնել։ Կեղծավորությունից մեր միակ պաշտպանությունը Աստծո երկյուղն է։ Եթե ունենանք Աստծո երկյուղ, մենք չենք թաքցնի մեղքը մեր սրտում, քանի որ կվախենանք նրանից ավելի քան մահկանացու մարդկանց կարծիքներից։ Մենք ավելի մտահոգված կլինենք, թե ինչ է մտածում Աստված, քան թե ինչ է մտածում մարդը։ Մենք ավելի մտահոգված կլինենք Աստծո ցանկություններով, քան մեր ժամանակավոր հարմարավետությամբ։ Մենք ավելի կարժեքավորենք նրա խոսքը, քան մարդու։ Եվ մենք կդարձնենք մեր սրտերը դեպի Տերը։ Պողոսն ասում է. բայց երբ որ դեպի Տերը կդառնան, այն քողը վեր կառնվի։ 2 Կորինթացիների 3:16։